Ալո։ Հա, Լիա ջան։ Չէ, գիրք եմ կարդում։ Այդ մեկը արդեն վերջացրել եմ, հիմա ուրիշ գիրք եմ վերցրել։ Չէ, ճիշտն ասած չեմ կարող գալ։ Համ տրամադրություն չունեմ, համ էլ երեկոյան պիտի թատրոն գնամ։ Չէ, մենակ։ Լավ, դե մինչ վաղը կհանդիպենք, լավ։ Ես ժամանեցի։ Դե, ասա տեսնեմ ոնց ես, գործերդ ոնց են։ Լավ, բայց շատ զբաղված եմ։ Այսօր շեֆիդ եմ տեսել։ Այերին, հետո։ Լսի, հետո եմ, որ քեզանից շատ գոհ եմ, ու ասեց, որ քո շնորհիվ նոր գործնական առաջարկ եք ստացել։ Այն էլ ինչ առաջարկ։ Գիտես չէ, շատ պատասխանատու է ու որոշիչ։ Այն օրը մեր հետ էի խոսում, ասում է, եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ինձ պաշտոնի բարձրացում է սպասվում։ Այդ ժամանակ ուզեմ հորս դեմքին նայեմ։ Էլմի, ես համոզված եմ, որ հայրդ իրան շատ լավ կզգա ու կուրախանա քեզ համար, համոզված եմ, Էլմի։ Լավ, լսի, տես ես քեզ ինչ եմ ասում։ Ես քեզ առաջարկում եմ մենք հիմա միասին գնանք մի լավ տեղ, ինչ-որ մի տեղ, որտեղ կլինի ջազային երաժշտություն, գեղեցիկ աղջիկներ, շամպայն եւ հաճելի ժամանակ կանցկացնենք։ Ես կվճարեմ։ Առաջարկը գայթակղի չէ։ Գնացինք։ Գնացինք։ Ռոբ, լավ է։ Հա։ Չէ, ավելի լավ է ես մնամ աշխատեմ։ Ինձ համար սա շատ կարևոր է։ Դու մենակ գնա, հա։ Լավ, ոնց կուզես։ Մենակ չեմ գնա։ Մի րոպե։ Մոնիկա, չէ։ Անի, չէ։ Լուսոն, չէ։ Լիզան։ Ալո, Լիզա, քո վագրիկն է քեզ հետ խոսում, ախ իմ վագրուհի, լսիր ես քեզ լավ առաջարկ ունեմ անելու, ուրեմն, պատրաստվում ես, գեղեցկանում ես, ես ուղիղ 1 ժամից լինում եմ ձեր տան մոտ ու միասին լավ տեղ ենք գնում, ինչ, չէ, թող անակնկալ լինի, պատրաստվի, ես չեմ համբերում երբեմ քեզ տեսնելու, համբուրելու, ախ, լավ, պատրաստվիր, ահա, տեսերսեց, Բայց ինչ օծի լեզու ունես, շատ տիխն ես, այդ ոնց ես կարողանում զարմանում եմ, մի 10 հոգի կլինեն, որ խելքաղան ես արել, հա, Ռոբերտ, մի օր լերա, մի օր անի, մի օր չգիտեմ ինչ, այդ ոնց ես անում, 10, չվիրավորես, 20, լսի, ամենակարևոր օրենքներից մեկը, որ պետք է իմանաս, կանայք կամ աղջիկները, այսինքն օրիորդները, ականջներով են սիրահարվում, հասկանում ես, այդ օրենքը սովորի ու ականջիդ օղ արա, լավ, հենց հանկարծ նեղվեմ կյանքում, կդիմեմ քո խորհրդին, անպայման, վարպետ, դե լավ, դու աշխատի, ես գնամ գեղեցկանամ, որ հանդիպման եմ, Ռոբ, լսիլը, համացանցում մի աղջիկա հետ եմ շփվում, հետո, դե հետո չգիտեմ, հետաքրքիր է թվում ինձ, արդեն մի որոշ ժամանակ է շփվում ենք ու չգիտեմ, անհասկանալիորեն
Ձգտում եմ դեպի իրան։ Նկարը կա, լավիկն է։ Չէ, նկար չունի։ Ինչ արեցի, ոնց համոզեցի չդրեց որ տեսնեմ, գիտես։ Բայց շատ հետաքրքիր մարդ է։ Այդ լավ չի, որ նկարը չկա։ Թե չէ ես իմ գնահատականը կտայի, լավ ես գնամ պատրաստեմ։ Լավ։ Ինչ լավ է, որ ցանցում ես։ Գիտես չէ, գործերը սենց վերջացրել եմ, արագ տուն եմ եկել, որ քեզ հետ խոսեմ։ Խնդրում եմ, թույլ տուր քեզ զանգահարեմ, ուզում եմ ձայնդ լսել։ Դեռ վաղ է։ Գոր, ոնց կուզեի ձայնդ լսել, չես պատկերացնի։ Ոնց եմ կարոտել քեզ։ Դու իմն ես լինելու։ Ես ամեն ինչ կանեմ դրա համար։ Ամեն ինչ։ Կյանքս։ Ալո, Մայր բարդես։ Գոր ջան, ուր ես։ Ամբողջ գրասենյակով ընկած քեզ եմ փնտրում։ Ես տանն եմ արդեն, բայց եթե շտապա, պետք է կարող եմ գալ։ Գոր ջան, գրասենյակ գալ պետք չի։ Ժամը 8-ին արի մեր գրասենյակի կողքի ռեստորանը։ Նշելու առիթ ունենք։ Ինչ առիթ։ Քո կատարած աշխատանքը մեր պատվիրատուները շատ բարձր են գնահատել ու բնականաբար պատրաստ են մեզ հետ աշխատելու։ Բայց դա դեռ ամենը չի։ Մնացածը տեղում կիմանաս։ Գոր ջան, չուշանաս, հա։ Լավ, անպայման, հիմա գալիս եմ։ Շատ կներես, բայց ստիպված եմ գործի բերումով տնից դուրս գալ։ Խոստացի, որ երեկոյան ժամը 12-ի կողմերը կրկին կխոսենք։ Իսկ ինչ է պատահել, եթե իհարկե գաղտնիք չէ։ Խոստանում եմ երեկոյան ամեն ինչ մանրամասնորեն պատմել։ Դե ինչ կտրամադրես ինձ քո թանկագին ժամանակից։ Այո։ Լիա, չես պատկերացնի, թե հիմա ինչ եմ անում։ Համացանցով Գորի հետ եմ խոսում։ Լսի, այդքան խոսալու փոխարեն ավելի լավ կլինի վեր կենաս ու գաս մեր տուն։ Չէ, ինքը չգիտի, ոչ նկար եմ դրել, ոչ էլ անունս է ճիշտ գրած։ Այսօր Չեխով պիտի բերես, հա։ Հա, շատ լավ։ Դե ուրեմն վերցրու ու արի եղավ, կգաս մանրամասն կխոսենք։ Լավ։ Եկանք հարազատ օջախ։ Այ, Ով, Գոր, դու չես պատկերացնի, թե ես քո համար ինչքան ուրախ եմ։ Փաստորեն, դու ուղեղ ունես։ Աշխատանք ունես, հիմա արդեն պաշտոնել ունես։ Մնում է ընկերուհուդ հարցը լուծենք։ Էդ էլ ին վրա։ Լսի, դու մենակ ինձ ասա, ինչ ձև ես ուզում, ինչ գույնի, բոյը, դու մենակ ասա, ես կճարեմ։ Ռոբ ջան, ինձ ընկերուհի պետք չի։ Ոնց պետք չի։ Ինչի համար։ Որովհետև ես ոնց որ թե արդեն գտել եմ։ Հիշում ես, որ քեզ պատմում էի համացանցում, որ շփվում եմ աղջկա հետ։ Շատ կիրթ լավ տպավորություն է թողել ինձ վրա։ Հա։ Այ, իրան եմ ուզում տեսնել, իր այդ ժամադրվեմ։ Դե որ ուզում ես։
Ժամադրվես։ Էդ լավ է։ Դե դեպքում պայմանավորվի։ Չի ստացվում։ Ամեն ինչ անում եմ, որ հետս հանդիպի, բայց չէ, ամեն անգամ մի պատճառ բռնում է, դեռ շուտ է, դեռ պետք չի։ Բա։ Դե ուրեմն լավ չես ժամադրում։ Օրինակ իմ մոտ այսենց է։ Կեսօրին հանդիպում եմ, երեկոյան ժամադրվում եմ, իսկ գիշերը արդեն Լավ, պարզ է, էլ կարող ես չպատմել, պարզ է։ Դու ինչն է, պարզ։ Այսքան ժամանակա իմ տանը ապրում ես։ Ոչ մի անգամ քեզ չտեսա, որևէ մի հատ աղջկա հետ ժամադրվես, հանդիպես, գոնե հեռախոսով խոսաս։ Լսի դու բժշկի գնացել ես, քո մոտ ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է։ Հա։ Շատ լավ է, հա։ Դե դեպքում Գորը իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարճ ժամանակում կարողացել էր հասնել հաջողությունների, իսկ անձնական կյանքում նոր հույսեր արթնացել։ Գորը մեծ հույսեր էր կապում համացանցում ծանոթացած առեղծվածային անծանոթուհու հետ, իսկ վերջինիս այդ անբնական շփումներից տարված չէր էլ ենթադրում, որ աղջկան ճանաչում է շատ ավելի լավ, քան ինքը կպատկերացներ։ Դեռ որքան ժամանակ պետք է խուսափես ինձ հետ հանդիպելուց։ Ով ասաց, որ ես խուսափում եմ, ես չեմ խուսափում, եթե ցանկանում ես հանդիպել, հանդիպենք։ Դու անկեղծ ես ասում։ Դե իհարկե, Դե այդ դեպքում արի մեկ ժամից հանդիպենք։ լավ, իսկ որտեղ։ Համալսարանի հարակից պուրակում։ Ուղիղ մեկ ժամից։ Հարմար է։ Այո, հարմար է։ Լավ, իսկ ես քեզ ինչպես եմ ճանաչելու։ Կարծում եմ ճիշտ կլինի, որ հեռախոսը համարդ 10, որ հարկ եղած դեպքում զանգահարեմ։ Դու ինձ անպայման ճանաչես։ Անհամբեր սպասում եմ։ Լիա, մենակ իմանաս ինչ ա եղել։ Գորի հետ եմ ժամադրված, մի ժամից։ Չես պատկերացնի ինչքան ուրախ եմ, հուզմունքից արդեն չգիտեմ, ձեռքերս դողում ա, չգիտեմ ինչ անեմ։ Լավ, ես գնամ կգամ, քեզ կզանգեմ, հա։ Լավ։ լսի այդ տղա։ Ինչ ես այդքան գրում։ Ասա, կարող եմ երկու գեղեցիկ խոսքել ես ասել։ Ասեմ գրի։ Դրա կարիքը չկա, շնորհակալ եմ։ Կարող ես արդեն շնորհավորել։ Վերջ, ժամադրվեցի։ Ժամադրվել է։ Լուրջ։ Հա, մի ժամից։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ։ Դա արդեն առաջընթաց է։ Սառույցը տեղից շարժվեց։ Ասի, կարող ես էլ քեզ հետ գամ։ Ինչի մտածում ես ես գլուխ չեմ հանի։ Լավ, չէ, մտքովս ուրիշ բան անցա։ Մտածեցի կարող անկերու հետ է գալիս, բայց դու գնա, լավ։ Դու գնա։ Հաջողություն եմ մաղթում քեզ։ Ասի, որտեղից գնամ, ոնց է, նորմալ է, հա։ Տեսքս։ Ավելորդ բաներ չանեմ, չէ։ Լավ է, տեսքդ լավ է։ Դե գնա։ Գնացի, լավ, դու էլ արի քո
իրանների հետ ժամանակ անցկացրու։ Ռոբջան գնացի, հուսակապ լավ կլինի։ Խոսքս հիշի, եթե առաջին անգամ հանդիպելուց չհամբուրվեցիք, հետո դժվար է լինելու։ Ես քեզ ինչքան սովորացնեմ, էլի մարդ չես դառնա։